Աստծուն։ Թող Տիրոջ շնորհքը եւ խաղաղությունը մեր վրա հանգչի եւ Սուրբ Հոգու ձեռքով թող այսօր մեր ներսը նորոգություն լինի ժողովուրդչան, փառք Աստծուն։ Ես այսօր ուզում եմ մի փոքր կիսվեմ այն ինչ որ իմ սրտումս դրված է ժողովուրդչան։ Վերնագիրը հետեւյալն է խոսքի Աստծո վկայությունը Հիսուսի միջոցով։ Եվ այդ վկայությունը մեծ վկայություն է։ Մենք գիտենք, որ ճշմարիտ վկայությունը իրավորթու Հիսուս Քրիստոսի միջոցով եղավ։ Եվ մեզ արտոնություն է տրված սիրելի Աստծո ժողովուրդ, որպեսզի մենք հաղորդակցություն ունենանք Աստվածային բնությանը հետ։ Երկրորդ Պետրոս թուղթ, առաջի գլուխ, 4-րդ համարը կարդամ, ուշադիր հետևենք Տիրոջ խոսքին, որովհետև բժշկողը, ազատագրողը, օրհնողը եւ զորացնողը Տիրոջ խոսքն է Սուրբ Հոգու ձեռքով, որոնցմով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզի, որպեսի ասոնցմով Աստվածային բնությանը հաղորդակցենք աշխարհային ցանկությունեն առաջ եկած ապականությունեն փախչելով։ Պետրոս առաքյալը մեզի բոլորիս հորդորում է եւ այս ուղերձը տալիս է, որ մեզի այս խոստումները տրված են, այդ վկայությունները տրված են մեզի, որպեսի մենք հասկանանք եւ ձգտենք հասնելու Աստվածային բնությանը հետ հաղորդ լինելու ժողովուրդան։ Սա մեծ հրաշք է եւ մեծ օրհնություն է յուրաքանչյուրիս համար, որովհետեւ այդ դուռը ուրիշ մեկով չեղավ, որ բացվի, այլ միայն Հիսուս Քրիստոս անձի միջոցով։ Փառք Աստծուն։ Եվ մենք այսօր բոլորս կանչված ենք, որ մենք Աստվածային բնությանը հետ հաղորդ լինենք, այսինքն այդ բնությունը մեր ներսում լինի ժողովուրդ ջան։ Եվ տրված է մեզի այդ արտոնությունը, որ մենք մեկ հոգով, այսինքն Սուրբ Հոգիի միջոցով մոտիկանանք մեր Հորը եւ ունենանք այդ ճշմարիտ հաղորդակցությունը։ Ուզում եմ որոշ համարներ կարդամ, սիրելի Աստծո ժողովուրդ, որպեսզի մի փոքր խորենք այս խոսքերի վրայով, տեսնենք Պողոս առաքյալը ինչ ուղերձներ է տալի մեզի։ Եկեք կարդանք Կողոսացիս թուղթ, առաջի գլուխ 25 համարից կարդամ, խոսքը 26-ն է, որուն ես սպասավոր եղա Աստծո տնտեսությունով, որ ինձի տրվեցավ ձեզի համար Աստծո խոսքը լման քարոզելու, այն խորհուրդը, որ ծածկված էր բոլոր դարերեն ու ազգերեն հիմա իր սուրբերուն հայտնվեցավ, որոնց Աստված ուզեց գիցնել իր խորհրդին փառավոր ճոխությունը հեթանոսներու մեջ, որը Քրիստոս ձեր մեջ փառած հույսը։ Փառք Աստծուն։ Պողոս առաքյալը ասում է, ես սրա մասին քարոզել եմ եւ իմ քարոզությամբ փոխանցել եմ, որպեսզի հասկանանք մենք յուրաքանչյուրս, որ այս խորհուրդը, այս վկայությունը դարեր շարունակ ծածկված է եղել բոլոր ազգերից։ Եվ այս վերջին ժամանակահատվածում Աստված իր սուրբերուն հայտնեց։ Այսինքն նա ով ձգտում է սրբության կյանքի, ան որ ձգտում է Քրիստոս կյանքի հայտնությանը, որը կյանքը բացվի իր ներսում, Աստված իրան ավելի խորապես բացում է այդ խորհուրդը։ Եվ այդ խորհուրդը եւ այդ վկայությունը նրանում է կանում, որ մենք յուրաքանչյուրս հաղորդակցություն ունենանք Աստվածային բնությանը հետ։ Սա շատ կարևոր է ժողովուրդ ջան։ Ես կարող եմ շատ բաներ իմանամ, շատ բաների մասին տեղեկանամ, գիտություն ունենամ, խորհուրդներ իմանամ, բայց Աստվածային բնության հետ հաղորդ չունենամ։ Սա, գիտեք, սա մեր հաղթությունն է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Սա մեր հաստատությունն է։ Իմ հաստատությունն է սա։ Եթե սա չունեցա, սա Քրիստոս կյանքի էությունն է, որպեսզի մենք ունենանք մեր ներսում սիրելիներս։
Եվ նմանությունը որն է, որ մենք նմանվենք Աստծուն։ Նմանությունը սա է, ոչ թե տեղեկանալ Աստծո մասին, այլ ունենալ աստվածային բնությունը մեր ներսում։ Եվ տեսեք ինչ է այստեղ խոսք ասում, հետևյալ Կողոսացիս առաջի գլուխ 14 համար 15 համարը։ Որով մենք փրկություն ունենք իր արյունով, այսինքն մեղքի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածներուն անդրանիկը, աներևույթ Աստծո պատկերն էր, այսինքն Աստծո պատկերը Քրիստոսի միջոցով երևաց ժողովուրդ ջան մեզ բոլորիս, եւ նա անդրանիկը նա եղավ, նրանով եղավ, մեկը չգտնվավ, որպեսի կարողանա հայտնի։ Մենք մի փոքր հետո կմոտիկանանք, որ ինչի ուրիշ մեկով չեղավ այս հայտնությունը եւ այս վկայությունը, որովհետեւ գիտեք ինչի ասեցի, որ Տեր Հիսուս Քրիստոսի վկայությունը մեծ է, նա ասեց, ես ավելի մեծ վկայություն ունեմ, իմ վկայությունը Հովհաննեսի վկայությունից ավելի մեծ վկայություն է։ Հովհաննեսը վկայեց լույսի մասին, բայց նա չէր կարող լուսավորել մարդկանց, աշխարհ եկող բոլոր մարդկանց չէր կարող լուսավորել։ Նա վկայեց, որ նա է լույսը, որ պիտի լուսավորի ողջ մարդկությանը։ Նա է միակ անձը, որ պիտի կյանքի լույսը տա մարդկությանը։ Եվ նա ասեց, Հովհաննեսը վկայեց ինձ համար, լույսի համար, բայց իմ վկայությունը ավելի մեծ է։ Եվ գիտեք որում էր կայանում այդ վկայությունը, որ Հովհաննեսը չէր կարող լույսի էությունը բացել։ Հովհաննեսը չէր կարող գառան էությունը բացեր եւ Հովհաննեսը վկայեց ասեց ահա Աստծո գառը որ աշխարհի մեղքը վեր կվերցնի բայց նա ասեց սա տեսավ բայց գառան բնությունը գառան էությունը նա չուներ եւ այդ ամենը պիտի գառը բացեր նա Աստծո գառն էր որ եկավ եւ մորթվավ մեզ համար որպեսզի մենք մեղքից ազատագրվելով կարողանանք արտոնություն ունենանք աստվածային բնության հետ հաղորդ լինելու սա է էական հաստատությունը մեղքի մեջ որ մենք պիտի ունենանք սիրելի Աստծո ժողովուրդ եւ այստեղ գրված է որ Աստծո պատկերն էր նա փառք Աստծուն եւ աներևույթ ինչի ասում, չի երևում, սա հավատքը ինչ ասում խոսքը, մեր հավատքը անտեսանելին է տեսնում, ինչ են ասում հավատքի կյանք, այսինքն որ մենք հավատքով կարողանանք հաղորդակցություն ունենանք Աստծո աներևույթ պատկերի հետ եւ մեր ներսում սա հաստատություն լինի սիրելի Աստծո ժողովուրդ, ինչի մեր մեջ շատ անգամ պարտություններ են գալի, ես ավելին համարձակ ասեմ, որ երբ որ Աստծո մարդը Աստծո էության հետ հաղորդակից է, մեկանում է, միաձուլվում է այդ էության հետ, նա անպարտելի է, եւ դուք կասեք դա ինչպես, ես կասեմ, որ սերը բնավ չի իննա, սերը աստվածային բնությունն է, գրված է ամեն բան կգնի, ամեն բան կանցնի, բայց սերը բնավ չի ինա եւ սա աստվածային էությունն է ժողովուրդ ջան, Տերը թող օգնի մեզի, որպեսզի մենք խորապես հասկանանք այս ամենը եւ տեսեք եկեք հիմա վերադառնանք Հռոմեացիս թղթի մեջ, տեսնենք ինչ ասում այստեղ Պողոս առաքյալը Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ ուրեմն 29 համարը հետևյալն ասում խոսքը վասնզի զանոնք որ առաջ կճանչնար առաջվանե սահմանեց իր որդուն պատկերին կերպարանակից ըլլալու որպեսի անիկա անդրանիկը լա բազմության եղբայրների մեջ նա իր որդուն պատկերին կերպարանակից ըլլալու մեզի արտոնությունը տվե, որպեսի մենք ունենանք Քրիստոսի էությունը, նմանությունը մեր ներսում, ժողովուրդ ջան, այդ պատկերը որն է այդ պատկերը, ժողովուրդ ջան։ Գիտեք, ես ընթերցում եմ Սուրբ գրքից եւ տեսեք թող հաստատությունը լինի, Աստծո պատկերը սա էր, եկեք կարդանք, վերադառնանք Եբրայեցիս առաջի գլուխ Առաջի համարից կարդամ եւ օգտակար կլինի մեզի Տիրոջ խոսքը շատ ձևերով ու շատ կերպերով կանխավ խոսած է Աստված հայրերու հետ մարգարեներով այս վերջին օրերս իր որդիով խոսեցավ մեզ հետ որ ամեն բանը ժառանգորդարավ որ աշխարհն ալ ստեղծեց
Երրորդ համար ուշադիր լսենք, ան իր փառքին լույսն է եւ իր էության բուն պատկերը մեզ իր որդուն պատկերին կերպարանակից արեց եւ այդ պատկերը Աստծո էությունն է, որպեսզի մենք յուրաքանչյուրս այդ էությունը հագած լինենք մեր ներսում, մեր հոգին Աստծո հոգու հետ զուլվելով, ժողովուրդ ջան, սա նշանակում է, որ Աստծո հոգին Աստծո էությունն է բերե եւ մեր ներսը հաստատվելով այդ բնույթը եւ մենք ապրենք իրանով, սա հաղթություն է, սա կյանք է, սա հաստատություն է, սա նա է, որ ես ու դու կմտնենք հաղթող սուրբերի դասակարգի մեջ եւ մենք ականատես այստեղ կարդում ենք ինչ ա գրված ան որ կհաղթե սրանք հաղթող սուրբերն են եկեղեցուն ասում հայտնության գրքի մեջ ան որ կհաղթե անիկա իմ աթոռիս պիտի նստի ինչպես ես հաղթեցի եւ նստա իմ հորս աթոռին ինչպես հաղթեց Հիսուսը հոր էությունը ուներ հոր բնությունը ուներ նա իրանով չէր գործում ժողովուրդ ջան նա ասում է ես ինքս իր մեն բամը չարեցի, այն ինչ որ իմ հայրս ասեց, դա արեցի, նրա պատվերով արեցի, նրա խոսքով արեցի, նրա էությունը բերեցի ձեզի ցույց տվեցի, որ սեր էր, փառք Աստծուն, սիրելիներ, եւ ինչն էր պատճառը, որ մեկը չգտնվեցավ, որ կարողանար այս մեծ փառավոր հայտնությունը եւ վկայությունը մեզի բերեր։ Ես ուզում եմ կարդամ Հովաննու ավետարանի առաջի գլխից, տեսեք, մի փոքր վերևից կարդամ, խոսքը 18-ն է։ Վասնզի օրենքը Մովսեսի ձեռքով տրվեցավ, բայց շնորհքը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսին ձեռքով եղավ։ 18 համարը մեկը երբեք Աստված տեսած չէ, բայց միածին որդին, որ հոր ծոցն էր, անիկա պատմեց։ Միածին որդին որտեղից եկավ, ժողովուրդ, տեսեք իմ քույրերս եղբայրներս, նա հոր ծոցում էր գտնվում, հոր ծոցում, հոր էության մեջ, եւ նա մենակ ուներ այդ արտոնությունը, որ գար եւ պատմեր մեզի, մեկ ուրիշ թարգմանության մեջ ասում է հայտնեց մեզի, այն ամենը ինչ որ հոր ծոցից է բերե ժողովուրդ ջան, մենք դրան պետք է հաղորդակից լինենք, որտեղ մենք ունենք այդ արտոնությունը, Հիսուս Քրիստոսը Գողգոթայի խաչով բացեց այդ դուռը մեզի եւ նա տվել է մեզ այդ հնարավորությունը եւ նա խաչի վրա այսպիսի արտահայտություն ասեց հայր ամեն բան կատարեցի տվել եմ մնում է մեր խոնարհությունը մնում է մեր հոժարությունը մնում է մեր ջանքը որպեսզի ներդնենք եւ փափագենք որ հասնենք որ Տեր Աստված ես երբևիցե ասում եմ Հիսուս ջան այնինչ որ հոր ծոցից բերել ես ես դա եմ ուզում խնդրում եմ քեզի շատ եմ ուզում եւ ես վերջերս ավելի խորապես Աստված հասկացած մտածում էի լավ ի վերջո եւ Աստված մի բան հասկացրեց ինձի իմ մեջ ասկեցիր անցողիկ բան են մնացած բաները կգան կյանքը կվերջանա ամեն բան վերջավորության է գալիս սիրելիներս գալիս են օրերը տարիները անցնում են Հիսուս ասում է իմ մեջ ասկեցիր որովհետև այնտեղ է աստվածային ամբողջ լեցունությունը որտեղ եմ ես փնտրում այդ լեցունությունը ինչի մեջ եմ փնտրում Հիսուսը ասեց իմ մեջը սա ես ինչի եմ քեզ պատվիրել իմ մեջ ասկեցիր այնտեղ է լեցունությունը այնտեղ է աստվածային բնությունը դու ուրիշ տեղ չես հանդիպի եւ ես համոզվա ավելի սա ինձ համար հաստատություն էր որ Տեր Աստված առաջնահերթ ամեն բանից առավել քո մեջն եմ ուզում ապրեմ Տեր ուզում եմ քո էությանը, քո բնությանը հետ հաղորդ լինեմ, որը կյանքի հաստատություն է, որը սեր է, իրականություն է եւ հաղթություն է, փառք Աստծուն, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այս է մեր ձգտումը։ Մենք ընկած ենք շատ բաների մեջ, շատ ունայն բաների մեջ ձգտում ենք։ Գիտեք, այս հոգսն է անեմ, այս գործն է անեմ, եթե գործը չի բրծնելու, այդ հոգսը չի բրծնելու, էդի որ արեցի մյուսն է բացվելու, սիրելիս, ձգտիր
Քրիստոսի հետ մեկանալու։ Եկեք այսօր թողենք այս ամենը։ Շատ բաներ են, որը ունայնությունն է, անկեղծ ասած, այս ժամանակավոր մեր մարդկային կյանքի մեջ ամեն բան իրականում ոնց որ Սողոմոն ասել էր, ունայնություն ունայնությանց, ամեն բան ունայնություն է։ Գիտեք, շատ անգամ մենք կարևորում ենք այս ունայնությունը, բայց այն ինչ որ մնայուն է, հավիտենական է, արժեքավոր է, դրան մենք չենք ձգտում, ժողովուրդ ջան, մեր ջանքերը թերի են Աստծո հանդեպ, գիտեք, շատ անգամ եթե ուշադրություն դարձնենք, այնքան աղոթներ է բարձրանում Աստծուն, եւ այդ աղոթների մեծամասնությունը Տեր տուր, ողորմիր, բժշկիր, գթա, վերջապես հոգսերից լուծում տու, բայց մյուս կողմը նայում ես, որ Տերը ուզում է տեսնի շնորհակալությունը, բայց շատ քիչ է շնորհակալությունը, որ Տեր, եթե հոգսս է չի լուծվում, բայց դարձյալ ես քեզանից շնորհակալ եմ Տեր, գոհանում եմ քեզանից, Աստված ջան, որ դու ինձ մեծ արտոնություն ես տվել քո աստվածային բնությանը եւ էության հետ հաղորդ լինելու, այս նրա համար չենք գոհանում, Տեր, ժողովուրդ ջան, իշքան պիտի մենք զղջանք Աստծո առջև խոնարհվենք, որ Աստծո ներկայությանը փառքը բարձրանա, որ իր փառքին ճոխությունը այսօր մեզի բացվի եւ հայտնի Աստված մեզի այս ամենը, ժողովուրդ ջան, Տերը թող օգնի, եկեք վերադառնանք մի պահ Հովաննու ավետարանի 14-րդ գլխի մեջ մեկ համար կարդամ, տեսեք ինչ ասում, բոլորից ծանոթ համար 14-րդ գլուխ 6 համարը, հիմնական համարը 7-ն է։ Հիսուսը սավ անոնց, ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը, մեկը հորը քով չի գա, եթե ոչ ինձմով։ Հորը քով չի գա, դա նշանակում է հոր եղածը չի բացվի, եթե ես իրան չբացեմ։ Հիշում եք այն խոսքը, որ Հիսուսը այսպես ասեց առանց ինձի դուք ոչ մի բան չեք կարա անեք, չեք կարա, անգամ այդ խոսքի միջի մեկ բառը մենք չենք կարա հասկանանք, եթե Հիսուսը մեզ չլուսավորի, չհասկացնի, այդ խոսքի էությունը չբացի։ Նաև խոսքի մեջ է աստվածային բնությունը, ժողովուրդ ջան, այդ սերմը, որ ընկնում է մեր ներսում, այդ սերմը իր պտուղն է տալիս եւ այդ հաղթությունը գալով մեր ներսը ձևավորվում է աստվածային բնությունը, փառք Աստծուն։ Հիմա տեսեք 7-րդ համարը։ Եթե զիս ճանչնայիք, իմ հայրս ալ պիտի ճանչնայիք, եւ ասկ հետո պիտի ճանչնաք զանիկա ու տեսնեք զանիկա։ Ուշադիր լսեք, ստեղ խոսում է Հիսուս, ասում է, եթե զիս ճանչնայիք, իմ հայրս ալ, այսինքն դուք չեք ճանաչում, դուք հաղոր չեք այդ կյանքին, չի բացված ձեզի Աստծո սերը, բնությունը, բայց Հիսուսը ինչ ասում, բայց ես տալու եմ այդ հնարավորությունը ձեզի, ես ձեզ բացելու եմ, դուք ասկե հետո պիտի տեսնեք, պիտի ճանչնաք ու տեսնեք, այսինքն պիտի ունենաք ռեալ հաղորդակցություն ձեր երկնավոր հոր հետ, ճանաչեք, ապրեք, մեկանաք, միաձուլվեք, որպեսզի ձեր վկայությունը նույնպես ձեր ներսի ճշմարիտ լինի, ժողովուրդ ջան, Քրիստոսի վկայությունը ճշմարիտ էր եւ նրա վկայությունը մեծ էր, փառք Աստծուն, եւ մենք եկեք այս վկայությանը փապագենք, եկեք այս նրա համար խնդրենք, որ Տեր Աստված այսօր ես ուզում եմ, որ դու բացես, այն ինչ որ դու հոր ծոցից բերեցիր, այդ դա բացես ինձի, որպեսզի ես ունենամ այդ հաղթությունը, որովհետեւ այսօր նայում եմ իմ ներսումս դեռ հարցեր կան, որոնք չեն լուծվել, թող այդ հարցերը, թող Հիսուսի ոտքերի մոտ, թող դրանց հարցերի լուծումը Հիսուսի մոտ է, այդ ամենը թող դու փափագի իր հետ մեկանալու, սա է իրականությունը, ժողովուրդ ջան, վաղվա օրը մերը չի, այսօր է փրկության օրը։ Եվ կարդալու եմ երկու համար եւ կամփոփեմ խոսքը։ Նայեք, Աստծո կամքը իր որդի Հիսուս Քրիստոսի միջոցով բարի է մեր հանդեպ, որ ինքը ոչ միայն իր խոսքը հասկացնի, այլ մեզի հաղորդակից անի իր էությանը հետ, իր բնությանը հետ։ Բայց եկեք նայենք, թե այսօր ինչ պատերազմ կա։ Եվ լուրջ պատերազմը գիտեք որտեղ է, երբ որ մարդը իր սրտի մեջ որոշում է, որ այսօրվանից ես պիտի աղոթք անեմ եւ փափագեմ, որ Աստծո էությունը ինձի բացվի ու ես հաղորդ լինեմ, որտեվ դրա համը ոչ մի քարոզիչ չի կարա փոխանցի, ոչ մի քարոզիչ, անգամ առաքյալները չեն կարացե, էդի մի բան է, որ Աստված թողել է, որ մարդը անձամբ ինքը ճաշակի Աստծուն եւ Աստծո քաղցրությունը իմանա։ Դա քարոզով չի մեկնաբանվում։
Այդ քաղցրությունը մեր հոգու աշխարհում իր հետ վայելելուց այստեղ գրված է խոսքը ճաշակեցեք եւ տեսեք Տերը քաղցր է։ Մեկ թարգմանության մեջ գրված է բարի է։ Ճաշակելա պետք։ Հիմա երբ որ մենք ձգտում ենք, որ ուզում ենք, որպեսզի աստվածային էության հետ հաղորդակից լինենք, հիմա այստեղ մեկը հայտնվում է, որ ինքը չի ուզում, որ ինձ ու քեզ Աստծո էությունը բացվի։ Եվ դուք իմացաք էդի ով է։ Էդի հակառակորդն է։ Գիտեք ինչի, որովհետև ում բացվավ Աստծո էությունը, ով ունեցավ իր հետ այդ միությունը, դա իր պարտությունն է։ Դրա համար ամեն ինչ անում է, որպեսզի մարդին շեղի։ Հենց որ մարդը ուզում է այս սրան, նա գիտեք ինչ է անում։ Սկսում է խնդիրները շատացնել, սկսում է քո միտքը շեղել, սկսում է մյուսին ինչ որ օգտագործել, որ քեզի քցի, եւ դու դրանով ոնց որ հուսահատվում ես, քո հայացքը կտրվում է, եւ դու նորից ընկնում ես քո խնդիրների մեջ, բայց իմացիր դա շեղման համար է քեզի։ Դու վստահի Տիրոջը, Տերը կասի, նա ինձ է ուզում, հեռացի, Հակոբոս ասում է, մոտիկացիր Աստծուն, եւ անիկա քեզ կմոտիկանա, հակառակեցիր սատանային, եւ անիկա քեզ մը պիտի փախչի, դու այդ պահին հակառակ ես կենում, քո գործը հակառակ կենալն է, քո գործը նրա հետ պատերազմ չէ, ես չեմ ուզում քեզի, ես Աստծուն եմ մոտիկանում։ Հիսուսը մի մատով, այսենց մի մատով անում է եւ հեռանում է նա։ Ժողովուրդ ջան, կարդում եմ հիմա երկրորդ Կորինթացիս 4:4-ը։ Երկու համար եմ կարդալու, կամփոփեմ խոսքը։ Սա մի հատ է հայտնությունից եմ կարդալու։ Նայեք ինչ ասում, որոնց մեջ այս աշխարհի Աստվածը փոքրատարով հակառակորդը անհավատներում մտքերը կուրծուց, որպեսի Քրիստոսի ավետարանի փառքին լույսը անոնց վրա չծագի, որ է Աստծո պատկերը։ Ավետարանով մեզի բացվում է Աստծո պատկերը։ Հակառակորդը մարդկանց բթացնում է, կույրացնում է, որպեսի մարդը սա չփնտրի։ Մեզ Սուրբ Հոգին ուղեկցում ասում է Քրիստոսի ավետարանի փառքի լույսի ներքո դու կտեսնես Աստծո պատկերը։ Ավետարանը ամբողջությամբ, եթե մենք հոգով բացվի, ամբողջ ավետարանը Քրիստոսի պատկերն է ներկայացնում, էությունն է աստվածային, եւ սա չի ուզում հակառակորդը, որ ինձ ու քեզ բացվի, ինչի, եւ որ Աստծո պատկերը բացվավ, նա ինքն հեռանալու է, որտեղ նա այդտեղ անելու բան չունի։ Հիշում եք, երբ որ այնտեղ մոտիկացել էր այն անձնավորություններին, ասեց Հիսուսին կճանչնամ, Պողոսին է գիտեմ, Պողոսին, բայց դուք ով եք։ Գիտեք, նա գիտի, ով աստվածային էության հետ ապրող է, Պողոսին է գիտեմ, դրա համար ինքը որ հրամայում է, ես հնազանդվում եմ, որտեղ Պողոսի մեջ Աստծո խոսքի էությունը Աստծո բնությունից է դուրս գալիս։ Ահա թե ինչ անում հակառակորդը, նրա գործը կոդրելն է, նրա գործը կույրացնելն է, բթացնելն է, որպեսզի մարդ Աստծո հետ հանդիպում չունենա։ Եվ տեսեք, սա է կարդամ եւ կամփոփեմ խոսքը Հայտնության 12-րդ գլուխ, Հայտնության 12-րդ գլուխ, ժողովուրդ ջան, հեսա կասեմ համարը, 17 համարը, ինչ ասում խոսքը։ Վիշապը բարկացավ կնոջ դեմ եւ գնաց պատերազմելու անոնց մյուս զավակների հետ, որոնք Աստծո պատվիրանքները կպահեին ու Հիսուսին վկայությունը ունեին։ Ում հետ գնաց պատերազմելու, ում հանգիստ չթողեց, նրանք ովքեր Հիսուսի վկայությունը ունեին, նրանք ովքեր ապրում էին այդ վկայությունով,
Դա խոսում է Աստծո պատվիրանքի մասին, որ Աստծո պատվերը, որը բնություն էր դարձել, Աստծո խոսքը, որ բնություն էր դարձել, որ այսօր հակառակորդը չի ուզում, եւ նա պայքարը սա է, որ ամեն բան անի, որ կոդրի, ամեն բան անի, որ քեզ հեռացնի, ամեն բան անի, որ դու հուսահատվես, թևաթափվես եւ հեռանաս, բայց Աստծո Սուրբ Հոգու գործ այսօր մեզի կանչ է ուղում սիրելիներս, որպեսզի մենք ձգտենք, որպեսզի մենք ունենանք հաղորդակցություն Աստծո բնության հետ, հեռու մնանք աշխարհային ապականությունից, հեռու մնանք աշխարհային ցանկություններից, որպեսզի մենք կարողանանք Աստվածային բնության հետ հաղորդ լինենք։ Սա մեր հաղթությունն է, սա մեր հաստատությունն է, սիրելիներս։ Ես այսօր ուզեցա, որպեսզի Տիրոջմով այն ինչ որ իմ սրտումս դրված էր, ես ուզեցա փոխանցեմ, որպեսզի մենք այսօր բոլորս ձգտենք սրան, կունենաս դժվարություն, խնդրեմ, կունենաս, բայց մի վախեցիր, Տերը քո կողքն է կանգնելու։ Դու ցանկանում ես իր կամքի համեցան, ասենք այդ ընթացքը, եւ դու ուզում ես, որ իր հետ մեկանաս, Տերը քեզ օգնելու է, Տերը ինձ օգնելու է, ես է դրա կարիք ունեմ։ Եկեք ամբողջությամբ սրբության ձգտենք, ժողովուրդ ջան, որտեվ սուրբերին է հայտնված այս խորհուրդը, որ պիտի բացվի այսօր մեզի, փառք Աստծուն։ Եկեք կանգնենք ոտքի, եկեք մենակ շնորհակալություն հայտնենք Հիսուսին։ Ամեն։ Փառք Տիրոջը։